Իշխանությունները ասում են, թե հասել ենք մի կետի, երբ սահմանին այլևս չեն կրակում, և 2024 թվականը անցել է առանց զոհերի։ Նման պնդումը, որ բարձրաձայնվում է պետական մակարդակով, թողնում է ոչ թե հույսի, այլ մտահոգության դառը համ, որովհետև 2024 թվականի փետրվարի 13-ին հենց այդ նույն տարում ներքին հանդում զինված բախման հետևանքով հայկական կողմն արձանագրել է 4 զոհ։ Ու երբ այսպիսի կորուստը մոռացության է տրվում կամ միտումնավոր կամ անտեղյակությունից, այլևս խոսքը ճշգրտության մասին չէ։ Խոսքը պետական հիշողության կազմաքանդման մասին է։ Այն, որ 2024 թվականը համեմատաբար հանդարտ էր 2020-ի առհավիրքից հետո, անկասկած է, բայց այդ հանգամանքը ավելի շուտ վկայում է ոչ թե դիվանագիտական հաջողության, այլ խոնարհվածության մասին։ Արցախի հայաթափումն ավարտվեց, որի ընթացքում կրակոցներն Ադրբեջանի կողմից ծառայում էին որպես ճնշման գործիք ուղղված Հայաստանի դեմ։ Այժմ այն փուլն է, երբ Ադրբեջանը սկսել է ձևակերպել իր հավակնությունների ճարտարապետությունը, ուղղված արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Եվ այսպես լռությունը, որին ոմանք անվանում են աննախադեպ անդորր, իրականում դադարի խաբկանք է, որի հետևում կառուցվում է նոր սպառնալիք։ Երբ պետական համակարգի ներկայացուցիչը չի հիշում սեփական ժողովրդի զոհերի անունները, չի կրում նրանց ժառանգած պատասխանատվությունը, իսկ երբ պետությունը այլևս հիշողություն չունի, այն դադարում է լինելիության հավակնություն ունենալ։ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ըստ էության ձեռնամուխ է եղել արդեն Հայաստանի հանդեպ հավակնությունների ճարտարապետությանը։ Եվ այդ իմաստով մեղմ ասած շատ մեծ հարց է՝ 2024 թվականի պատերազմից հետո է ամենահանդարտ տարին, թե ամենահանդարտ տարին է, որովհետև Ադրբեջանի արդեն անմիջականորեն բացառապես ՀՀ-ի հանդեպ հավակնությունների կառուցման մեկնարկային տարին է։